ձեզ երեխաներ։ Բարև ձեզ։ Ինչպե՞ս եք։ Լավ։ Նստեք, խնդրեմ։ Երեխաներ, այսօր մենք նոր նյութ ենք ուսումնասիրելու, պատմվածք թեման ենք ուսումնասիրելու։ Պատմվածք թեմայի առաջին դասը իմ ընկեր Նեսոն պատմվածքն է։ Իմ ընկեր Նեսոն գրել է Հովհաննես Թումանյանը։ Սակայն մինչ մեր նոր նյութին անդրադառնալը, ես կցանկանայի ձեզանից լսել, դուք երբևէ հեքիաթներ կարդացել եք։ Այո, շատ լավ։ Ով ինչ հեքիաթ է կարդացել, հիշում եք, այ կամ ձեր կարդացածներից որն եք ավելի շատ հավանել, որն է ձեզ ավելի շատ դուր եկել, Հովհաննես, խնդրեմ։ Ինձ դուր է եկել Պոչատ աղվես հեքիաթը։ Շատ լավ, Պոչատ աղվեսը, Լիլի։ Ինձ դուր է եկել Ծիտ հեքիաթը։ Ծիտը, ահա, Քնարի։ Ինձ դուր է եկել Անխելք մարդ հեքիաթը։ Անխելք մարդը, Դուր է եկել Պոչատ աղվեսը։ Դու Անուշ։ Ինձ դուր է եկել Հասար Սարյանի Անահիտ հեքիաթը։ Շատ լավ, ահա։ Երեխաներ, հեքիաթները, այդ որ դուք կարդացել եք, իրենք ծավալով ինչպիսին էին։ Բանաստեղծության է նման են երեխաներ ձեր այդ կարդացած հեքիաթները, հա։ Մենք բանաստեղծություններ ուսումնասիրել ենք, ահա։ Բանաստեղծությունները գրված էին ինչպես։ Չափածո, ահա, ասենք հստակ խոսեք, չափածո։ Իսկ այդ ձեր կարդացած հեքիաթները ինչպես էին գրված։ Արձակ էին գրված, ահա։ Շատ լավ, երեխաներ, հիմա երկուսն էլ արձակ շարադրանք են։ Ահա, ես ձեզ համար սահիկ եմ պատրաստել, երեխաներ, նայեք, մեր թեման այստեղ պատմվածքն է։ Սահիկում ունենք 3 նկարներ։ Առաջինը ինչ է, երեխաներ։ Անտառ։ Երկրորդ նկարում ինչ ունենք։ Ընտանիք, շատ ապրեք, իսկ այստեղ երեխաներ, շատ լավ, դուք երեխաներ որոշեցիք։ Հիմա ձեզ փոքրիկ առաջադրանք եմ հանձնարարում, ենթադրենք դուք արձակագիրներ եք, պետք է գրեք պատմվածքներ։ Պատմվածքներ պետք է գրեք մեր նկարների հիման վրա, նկարների բովանդակության հիման վրա։ Սակայն պատմված գրելու փոխարեն, հիմա ես ձեզ կհանձնարարեմ միայն վերնագրերը գրենք, հա։ Ես ձեզ հանձնարարեմ այս աշխատանքը հիմա կատարեք և ձեզ կտամ 30 վայր։ Ահա երեխաներ, հիմա տեսնենք ով ինչ վերնագիր է ընտրել, խնդրեմ ասա ինչ վերնագիր ես ընտրել։ Առաջինը Մեծ անտառ։ Մեծ անտառը, ահա, մեծ անտառը, հա, այսպես վերնագրենք, հաջորդը։ Գեղեցիկ ընտանիքը։ Շատ լավ, իսկ երրորդը։ Երեխաների խումբը։ Լավ, Լիլի։ Հանդարտ անտառը, ջերմ ընտանիքը և երեխաների ճիչը։ Լավ, ահա, խնդրեմ հաջորդը։ Առաջինը լուսավոր անտառը, երկրորդը ջերմ ընտանիքը, իսկ երրորդը երեխաների հիշողությունը։ Ահա, շատ լավ։ Առաջինը մեծ անտառ, երկրորդը ջերմ ընտանիք, երրորդը երեխաների օրը։ Շատ լավ, խնդրեմ կարդացեք։ Առաջինը բարի ընտանիք, երկրորդը մռայլ անտառ, երրորդը բարի երեխաներ։ Լավ, Առաջինը կախարդական անտառ, երկրորդը ուրախ ընտանիք, երրորդը բարի երեխաներ։ խնդրեմ։ Առաջինը ընտանեկան հավաքույթ, երկրորդը մութ անտառ, երրորդը ծիծաղկոտ երեխաներ։ Շատ լավ։ Առաջինը գեղեցիկ անտառ, երկրորդը համերաշխ ընտանիք, երրորդը երեխաների օրը։ Շատ լավ, Անուշ։ Առաջինը անտառում, երկրորդը համերաշխ ընտանիքը, երրորդը հեքիաթասաց երեխաները։ Շատ լավ, ահա։ Առաջինը խոր անտառ, երկրորդը ջերմ ընտանիք, երրորդը ուրախ երեխաներ։ Շատ լավ, երեխաներ, շատ հետաքրքիր գրել էիք վերնագրերը, ապրեք։ Հիմա երեխաներ, մենք միասին, ինչպես քիչ առաջ խոստացա, ուսումնասիրելու ենք ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի իմ ընկեր Նեսոն պատմվածքը, շատ ապրեք։ Մինչ իմ ընկեր Նեսոն պատմվածքին անցնելը, ուզեի մենք մի հատ ամփոփենք, ինչ գիտենք Հովհաննես Թումանյանի մասին։ Այ որտեղ է ծնվել Հովհաննես Թումանյանը։ Հովհաննես Թումանյանը ծնվել է Լորվա մարզի Դսեղ գյուղում։ Լորվա Դսեղ գյուղում։ Երբ է ծնվել, որ թվականին, Լիլի։ Հովհաննես Թումանյանը ծնվել է 1896 Չէ, 1869 Լավ, ահա, լավ, ահա։ Մարիա ինչեր է գրել Թումանյանը։ Հովհաննես Թումանյանը գրել է հեքիաթներ։ Հեքիաթներ, էլ ինչեր է գրել Վահրամ։ Պոեմներ, հա, լավ, էլ ինչեր է գրել։ Բալադներ։
բալատներ, զրույցներ, պատմվածքներ, բանաստեղծություններ, մանկական բանաստեղծություններ նաև։ Շատ լավ։ Ինչ պատմվածքին անցնելը, ես կցանկանայի մեր սահիկի երկրորդ հատվածը մենք դիտենք։ Նայեք երեխաներ, առաջին հատվածում այս երեխաների նկարները ոչ ոքը որպես ընկերություն չէիք վերնագրել։ Այդ իսկ պատճառով հիմա մենք տեսնենք։ Ես ընտրել եմ ընկերություն բառը։ Ինչ ունենք մեր նկարում։ Այստեղ ունենք ծառի արմատ եւ այստեղ ունենք ծառի ջուր։ Ահա, տեսնենք, այս արմատը ջուը ինչու են իրարից բաժանված, կամ ինչու են հենց սանրել եւ ընկերություն բառի հետ են բանվել։ Հա, փորձի Հովհաննես։ Որովհետև արմատը միշտ իր մյուս ճյուղերի հետ է, արմատները փարթամել լինում, իսկ ճյուղը մենակ է։ Ահա, իսկ արմատը, եթե չլինի, ճյուղը կարող է լինել։ Ոչ։ Ահա, ծառը արմատից է, չէ՞, վեր բարձրանում։ Ահա, երեխաներ, ինչպես մեր նկարում, այնպես էլ ընկերություն բառում մեր ինչ կա։ Ունենք ինչեր, դե հիմա եկեք ըստ նկարի ապրես, ունենք արմատ եւ ինչ։ Ճյուղը ի՞նչն է մեր ընկերություն բառի ճյուղը ո՞ր հատվածն է։ Ճյուղը ո՞րն է։ Ածանցը շատ ապրեք երեխաներ։ Այսինքն ընկերություն բառի արմատը առանց որի բառ գոյություն ունենալ չէր կարող։ Դա ընկերներ արմատն է, չէ՞։ Իսկ ությունը մեր ծառի ճյուղն է, որը ածանցն է։ Ահա երեխաներ, այստեղից ինչ կարող ենք եզրակացնել։ Այն մեր հասկացածի չափով սահմանենք ինչ է արմատը։ Ով կարող է սահմանել։ Մեր սովորական հասկացած ձևով սահմանենք, թե ինչ է արմատը։ Ով կարող է ասել։ Ահա, արմատը բառի ո՞ր միավորն է երեխաներ։ Հա։ Ահա, ասա։ Բառի պատվադիր մասն է, առանց որի բառը գոյություն ունենալ չի կարող։ Այո, մեր արմատը բառի գլխավոր իմաստ, միտք արտահայտող մասն է, առանց որի բառը գոյություն ունենալ չի կարող, չէ՞։ Շատ լավ։ Եկեք ընկերություն բառի օրինակով այլ բառեր կազմենք, հա, ես այստեղ ածանցներ ունեմ։ Ահա, ինչով ինչպիսի բառեր կարող ենք կազմել։ Գրիչ, այո, սրիչ, տպիչ, ապրեք, շատ լավ, այնով ինչպիսի բառեր կարող ենք։ Յուղային, հետո, այնտեղ էլի ածանց ունենք, արան, սրճարան, գրասարան, այո, շատ լավ, ապրեք երեխաներ։ Այստեղ հիմա ես բառերեն ունեմ մեր հաջորդ սահիկում, եկեք այս բառերն են, հա, մի հատ տեսնենք ոնց կմիացնենք իրար, նրանք ածանցներ էին, չէ երեխաներ, իսկ սրանք արդեն ինչեր են, բառի հիմնական մասներ, ինչ էին սրանք, արմատներ, ահա, տուն, դեղ, երեխաներ, մի մասնիկ ունեինք, դեղ, տուն, այդ ամասնիկը դեղ և տուն արմատներ ինչ արեց։ Միացրեց իրար, շատ լավ, այդ երկու արմատները ամասնիկը, որ միացրեց իրար, այդ ամասնիկի մենք մեր լեզվաբանության մեջ ինչ ենք ասում, շատ ապրեք, անվանում ենք հոդակապ, այդ ամասնիկը, որ երկու արմատները միացնում է իրար, անվանում ենք հոդակապ։ Շատ լավ երեխաներ, հիմա անցնենք իմ ընկեր Նեսո պատմվածքին, իմ ընկեր Նեսո պատմվածքը կարդալուց առաջ, ես ուզում եմ ձեզ բաժանել խմբերի, խմբերով կկարդանք իմ ընկեր Նեսոն և մեր լեզվական նյութի առաջադրանքը կկատարենք, լավ երեխաներ։ Հիմա ուզում եմ ձեզ բացատրել ձեր առաջադրանքները, նախ բաժանեմ ձեզ թղթեր, դուք երեքով կլինեք մի խումբ, միացինեց, Հովհաննես, դուք մի խումբ, իսկ դուք չորսով կլինեք մեկ խումբ։ Երեխաներ, միշտ առաջադրանքը հանձնարարել է, քանի որ մենք նոր բառեր ունեցանք մեր դասում, արմատ, ածանց և հոդակապ։ Կխնդրեմ, որ ամեն խումբ իրեն անուն վերցնի։ Ահա, շատ լավ, խնդրեմ,
ներկայացնում ձեր խմբի անուն եւ սա է ձեր։ Հիմա մի բան ինձ եք լսում երեխաներ, որպեսզի ես ձեր առաջադրանքը բացատրեմ հանձնարարեմ, նոր սկսեք աշխատել, լավ։ Ձեր առաջին առաջադրանքը երեխաներ։ Հիմա առաջադրանքները բացատրեմ եւ դասեր կբաժանեմ մասերի։ Առաջին հարցով մենք առաջին առաջադրանքը մեզանից պահանջելու է ամեն մի խումբ կարդա իրեն տրված հատվածը եւ այդտեղից դուրս գրի, երկու նախադասությամբ դուրս գրեք բովանդակային առանձնահատկությունները ձեր կարդացած հատվածից։ Երկրորդ առաջադրանքը դուրս են գրում այն հատվածը երեխաներ, թե ինչ գաղափարական փոխանցում, ինչ հույզեր է փոխանցում, ինչ գաղափար, ինչ հույզ է փոխանցում մեզ հեղինակը։ Իսկ երրորդը արդեն մեր լեզվական առաջադրանքն է։ Այս ձեր կարդացած հատվածից դուրս եք գրում բարդ եւ արձանցավոր բառերը, արմատները ընդգծում եք 1 գծով, արմատները ընդգծում եք 2 գծով։ Հասկացանք երեխաներ, ունեք անհասկանալի հարցեր։ Ոչ։ Չունեք անհասկանալի հարցեր։ Շատ լավ երեխաներ, ուրեմն աշխատում եք։ Ձեզ հանձնարարում եմ առաջին հարցը։ Այո։ Երկրորդ խմբին հանձնարարում եմ երկրորդ հատվածի առաջին տարբերությունը։ Եվ երրորդ խմբին հանձնարարում եմ այս տարբերությունից մինչև վերջը։ Ձեզ աշխատանքի համար երեխաներ տալիս եմ 15 րոպե ժամանակ։ Ավարտեցիք երեխաներ։ Այո։ Հեշտ է առաջադրանքը։ Այո։ Շատ լավ, հիմա առաջին խմբից սկսեք ներկայացնել։ Դուք առաջին հարցնեք, թե ինչ բովանդակային առանձնահատկություն ունեն ձեր կարդացած հատվածը։ Խնդրեմ ներկայացրեք։ Մյուսները ուշադիր լսում են, որպեսզի երեխաներ հասկանան ինչ միտք ունեն իրենց կարդացած առաջին հատվածը։ Ոնց ենք իրար սիրում, ոնց ենք իրար սովորել։ Սոված ժամանակներս էլ վազում էին, հացի տաշտիցը մի կտոր հաց առնում, պանիրը կարծիցը մի կտոր պանիր ու էլ հեչտակում իրար մոտ։ Մի ընկեր ունեինք, անունը Նեսոր, ինք հան հեքիաթ գիտեր, ոչ ծեր ուներ, ոչ տուտան։ Ինչպիսի գաղափար այստեղից մենք ընկերասիրությունը, լավ, հաջորդ հարցը, ինչ հույզեր կար ձեր կարդացած հատվածում։ Երեխաները վազում են եւ իրար հետ խաղում։ Սիրով էին խաղում նրանք, չէ՞։ Մի ընկեր ունեն, անունը Նեսոր, Նեսոն միշտ նրանց հեքիաթներ է պատմում։ Այստեղ ինչ հույզ ապրեցին, ուրախություն, չէ՞։ Եվ երրորդ հարցն է, որ պետք է դուրս գրեք արձանցավոր եւ բարդ բառերը։ Խնդրեմ, Բարդ շուրջ բոլորը, արձանցավորը, դաստիարակություն, գյուղացի, թագավոր ու ուսումնարան։ շուրջ բոլոր բառը ինչպես բառակազմոր են վերլուծել։ Շուրջ Գումարած բոլորը, շուրջ եւ բոլորը, շատ լավ, նստեք, երկրորդ խումբը խնդրեմ։ Վերխմբի անունն էր Ածանց, առաջինը գյուղում բացվել էր ուսումնարան, այդ ուսումնարան վճարով էր եւ ոչ բոլորը կարողացան ուսումնարան հաճախել, քանի որ ոչ բոլորը ունեին 3 ռուբլի տարեկան վճարով։ Շատ լավ, ինչ հույզերի հանդիպեցին ձեր հատվածում։ Երկրորդը տխրություն, տխուր էին, քանի որ ոչ բոլորը կարողացան ուսումնարան գնալ։ Ուրախություն, իսկ ովքեր կարողացան ուսումնարան գնալ, ուրախ էին, որ քանի որ կարող էին ուսում ստանալ։ Շատ լավ, հիմա բարդ եւ արձանցավոր բառերը, Խաղեր, վարժապետ, արձանցավոր ուսումնարան բարեկամ։ ուսումնարան բառը վերլուծենք տարակազմորեն։ Լավ, նստի։ Հիմա մենք երրորդ խումբը, ձեր անունն է Արմատ։ Երեխաների մեծ մասը չեն կարողանում հաճախել դպրոց եւ դասամիջոցին գնում են, կանգնում են ուսումնարանի պատի տակ։ Շատ լավ, դա է ձեր միտքը բովանդակությունը։ Հիմա տեսնենք ինչ հույզեր ունեցանք այդտեղ։ Հույզն այն է, որ վարժապետը չէր թողնում այս դուրս մնացած երեխաներին կանգնեն ուսումնարանի շենքում, այսինքն այն երեխաներին չէր թողնում, ովքեր որ ուսումնարան չէին հաճախում։ Այսինքն այստեղ տխրության հանդիպեցին, չէ՞, տխուր էին երեխաները, ընկերները։ Լավ, հիմա Վահրամ ներկայացնում, որ բառերն ես ներկայացնում, արձանցավոր ուսումնարան, ժամանակ, շատ լավ, նայեք։ Բարդը դասամիջոցը վարժապետ։ Վարժապետ եւ դասամիջոց։ Շատ լավ, երեխաներ,
Մեկս մյուսին ներկայացրեց իր կարդացած հատվածը։ Հիմա, որպեսզի դասը ամփոփենք, ես կուզեմ հարցեր ուղղել ձեզ, ամփոփիչ հարցեր, այդ հարցերի միջոցով մենք ամփոփենք, տեսնենք ինչ գիտելիք մեկս մյուսին տվեց, հա։ Մեր առաջին հարցն է, ինչպես էր անցնում գյուղացի ընկերների օրը։ Ով կպատասխանի, ինչպես էր անցնում գյուղացի ընկերների օրը։ Շատ լավ։ Ով կպատասխանի, Լիլիթ պատասխանի։ Գյուղացի երեխաները վազում էին, խաղում էին եւ սովածանում էին, վազում էին Կարսի դաշտիցը Վիկտոր Բարին եւ Հացինյան։ Շատ լավ։ Հաջորդ հարցը, ով էր Նեսոն, ինչով էր զբաղվում։ Կարիք պատասխանի, տեսնեմ, ով էր Նեսոն։ Նեսոն գյուղացի մի տղա էր։ Հեղինակի ընկերներ չէ նաև, ահա։ Նա շատ էր սիրում հեքիաթներ պատմել, նրանք հավաքվում էին Երանի վրա նստում գիշերներով եւ Նեսոն նրանց հեքիաթ էր պատմում, նրանք լսում։ Լավ, իսկ ինչ տեղի ունեցավ, երբ գյուղում ուսումնարան բացեցին։ Հա, ինչ տեղի ունեցավ, Վահրամ, դու պատասխանի։ Ուսումնարանը փողով էր, շատ Վճարով էր, գումարով էր։ Չկարողացան գնալ, որտեղ նրանք չունեին գումար։ Նրանք չունեին գումար, ահա, այսինքն երբ որ ուսումնարան բացվեց, գյուղում ինչ եղավ, երեխաներ, անհավասարություն եղավ, չէ՞, ովքեր ունեին ֆինանսական փոքրիկ գումար, ֆինանսապես ավելի լավ վիճակում էին կարողացան իրենց երեխաներին ուղարկել ուսումնարան, իսկ Նեսոյի հայրիկը չուներ, չէ՞, այդ գումարը տարեկան 3 ռուբլի, որպեսզի Նեսոյին ուղարկել ուսումնարան։ Շատ լավ։ Այ երեխաներ, ձեր կարծիքով ուսումնարանից դուրս մնացած երեխաները ինչու էին գնում եւ պատիտակ սպասում իրենց ընկերներին։ Հա? Ինչու էին գնում։ Հովանես պատասխանի տեսնեն։ Որքան իրենց հետ խաղային։ Որովհետեւ նրանք ընկերներ էին, չէ, ինչ էին լավ ընկերներ էին։ Խաղում էին։ Նրանց բաժանումը ինչ է դժվար է, չէ, շատ դժվար է, շատ լավ, իսկ հետո ինչու դադարեցին գնալը, չէին գնում սպասում իրենց ընկերներին, ինչու դադարեցին։ Որովհետև նրանք մտածում են, որ իրենց ընկերները, որ դպրոց են գնում, այսինքն ուսումնարան որ գնում են, նրանք ավելի խելացի են իրենցից, երևի նրանք արդեն մեծացել են, չէ, ցանկանում խաղալ։ Այո, դա այդպես է։ Մոլորացել են Խնդրեմ, պատասխանի, Կարող է եւ նրանք մտածում էին, որ իրենք որ գնում էր ուսումնարան, մոռացել է իր ընկերներին։ Ահա, արդեն նրանք ուսում էին ստանում, իսկ մի մասը չէր ստանում եւ քիչ-քիչ նրանք իրարից բաժանվում էին, չէ՞։ Շատ լավ, երեխաներ, այսքանով ամփոփեցինք իմ ընկեր Նեսով պատմվածքը։ Ունենք անհասկանալի հարցեր պատմվածքի հետ կապված։ Այ որ մասը ով չհասկացավ, պարզ էր։ Ահա, շատ լավ։ Հիմա կառաջարկեմ մի փոքրիկ խաղ երեխաներ։ Այս քարտերի վրա ես գրել եմ արմատներ, ածանցներ եւ կցանկանամ բաժանել, խառը բաժանել ձեզ եւ ամեն մեկը կգտնեք ձեր ընկերոջը եւ կկազմեք զույգ, հա? Ահա, խնդրեմ։ Ամեն մեկը վերցնում եք մեկ քարտ եւ հետո գտնում եք ձեր ընկերոջը։ Արագ շրջում եք, լուր, հանգիստ, տեսնում եք ձեր մյուս ընկերներից, որն է ձեզ ընկերակցելու։ Երեխաներ, գտաք ձեր զույգերին։ Այո։ Շատ լավ, սկսենք։ Երկաթ, Ուղի։ Ահա, ինչպիսի բառ է երկաթ ուղի։ Բարդ, շատ լավ, հաջորդ զույգը։ Ինչ։ Գյուղ։ Ացի, Ինչպիսի բառ է գյուղացի։ ածանցավոր, Շատ լավ, հաջորդ զույգը։ արեն, Դասարան։ Ինչպիսի բառ է։ բառ է։ Ածանցավոր բառ, հաջորդ զույգը։ ան, Անտուն, ինչպիսի բառ է անտունը։ Ածանցավոր, շատ լավ, հաջորդը։ Ավոր։ Ահա, ինչպիսի բառ ստացան։ Գրավոր։ Գրավոր, ինչպիսի բառ է գրավոր։ Ածանցավոր։ Շատ լավ։ Ինչ է տեղի ունեցել, ահա։ Հնչյունափոխություն։ Գրավոր բառի ին Դարձել այո, գիր արմատը հնչյունափոխվել է։ Շատ լավ։ Ահա, շատ լավ երեխաներ։ Ահա, մեր միտքը վարժեցինք, կազմեցինք բառեր, ածանցավոր բառեր, բարդ բառեր,
Ահա, հիմա կցանկանամ ամփոփենք մեր այսօրվա դասը, տեսնենք ինչ ուսումնասիրեցինք, ինչ ամփոփեցինք, ինչ իմացանք։ Նախ իմացանք, թե ով էր գրել իմ ընկեր Նեսով պատմվածքը, ով էր գրել։ Ահա, շատ լավ, իմացանք, որ իմ ընկեր Նեսով պատմվածքը գրել էր Հովհաննես Թումանյանը։ Թվարկեցինք, թե պատմվածքում ինչ դեպքեր զարգացան, չէ, ինչ եղան։ Գյուղում ինչ եղավ, ուսումնարան։ Ահա, շատ լավ։ Իմացանք, թե ինչ պատմվածքներ եւ հեքիաթներ ենք, չէ՞, մենք կարդացել։ Շատ լավ, երեխաներ։ Այսքանով ավարտեմ ձեզ տնային առաջադրան։ Այսօրվա կարդացած մեր իմ ընկեր Նեսոյի այս հատվածը վարժ կարդալ եք սովորում եւ բառային աշխատանքի առաջադրանքների բաժնի առաջին աշխատանքը տնային աշխատանք երեխաներ։ Այսքանը։ Շնորհակալություն։